Գյումրիում այս տարին ամբողջությամբ Իսահակյանական է լինելու մեծ բանաստեղծի 150-ամյակի առիթով Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մարդաշատ էր, ընդունելով այցելուներ տարբեր սերունդներից։ Ծնվեց մարդ, որը կարողացավ իր ապրած կյանքով ու թողած ժառանգությամբ հավերժացնել ինչպես Իսահակյանների տողմը, ինչպես այնպես էլ մի ողջ կազգ։ Այսօրը նշանավորվեց միաժամանակ խորհրդանշական եւ նորարար նախաձեռնություններով։ Թանգարանին յուրահատուկ նվեր մատուցեց տնտեսագիտության թեկնածու դոցենտ Աշոտ Զալինյանը, բյուրեղապակյա ստեղծագործություն Ավետիք Իսահակյանի դիմանկարով։ Մեծ պատիվ է այսօր այստեղ ներկա գտնվել, իրավունք ունենալ դիպչել այս մշակույթային վեհ արժեք ներկայացնող ցանկացած նյութի, գտնվել այս մշակույթային հրաշք մթնոլորտում եւ չեմ կարծում, որ դրանից հետո առնվազն երկար ժամանակ դա մեզ կստիպի ժպտալ եւ բարին ցանկանալ մեկս մյուսին։ Պարոն Զալինյանը 180 օր մանրակրկիտ աշխատանք է տարել այս բացառիկ գործը ստեղծելիս։ Նախ ես ստանում եմ, պիտի ունենամ ձեռքի տակ բարձր թողտվությամբ ֆայլը։ Ցանկացած նկար հնարավոր չի հավաքել, դրա վրա աշխատում են ոչ միայն ես, այլ նաև կան համապատասխանի մասնագետները հատուկ տեխնիկայով, ցանկացած գույնի երանգի փոփոխություն անում եմ ես ինքս, իսկ ինչ վերաբերում յուրեղիկներին, յուրեղիկները ես ստանում եմ արտասահմանից, իմ ուզած գույն երանգներով, դրանք 1790 գույն եւ երանգ են։ Յուրեղիկները հավաքում ես հատուկ խոշորացուցիչ ապարատներով, նրա մեջ նյութեր կան լցված, որը փայլ է տալիս առանձին։ Ավետիք Իսահակյանի թանգարանը այսօր կունենա նաև ինովացիոն միջավայր։ Շնորհիվ Գոապ ընկերության այցելուները կկարողանան հոլոգրաֆիկ ձևով տեսնել ու լսել Իսահակյանին, ինչպես նաև մուտք գործել վիրտուալ աշխարհ դեպի Կանգուն Անի քաղաք։ Իսահակյան տուն թանգարանի համար բերել ենք Իսահակյանի հոլոգրաֆիկը, ինչ այցելուներին հնարավորություն կտա Իսահակյանին տեսնել, նայել, լսել իր ձայնը ու մտորումները։ Իսահակյանի տուն թանգարանի համար նաև բերել ենք VR ագնոստներ, թանգարան ունենալու է այսուհետև 3 VR-ների մեջ տեղադրված է Անի քաղաքը ամբողջովին Կանգուն եւ Իսահակյանը այցելուներին տեղափոխում է Կանգուն Անի ու լսում ենք Իսահակյանի մտորումները։ Մոտեցումը թանգարանային մշակույթին կտա նոր շունչ եւ կդարձնի այն գրավիչ նաեւ երիտասարդների համար, նշում են նախաձեռնողները։ Թանգարաններին մեր կարծիքով պետք է տալ նոր շունչ, թվայնացնել, որպեսզի երիտասարդները այս ինֆորմացիայի տարածաշրջանում ավելի հետաքրքիր ու կայտակված լինեին թանգարան այցելելու համար։ Իսահակյանական շունչը կարողացել է մեկտեղել բառերն ու երաժշտությունը, իսկ թանգարանում այդ ամենին ձուլվել էր երիտասարդների սերը դեպի մեծանուն բանաստեղծին, արդյունքը գեղեցիկ երաժշտական հատվածներ։ Շիշյանի անվան 6 երաժշտական դպրոցի եւ Էտյուդ ստուդիայի համատեղ կազմակերպել են մի հատ փոքրիկ միջոցառում համերգ, որի շրջանակներում հնչելու են Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա կազմված երգեր, փոքրիկ ներկայացման պես հատված, որտեղ կտեսնենք Իսահակյանին իր ողջ կոլորիտով, պատանիները, ովքեր այսօր իմ հանդիսատեսն են, միանշանակ ավելի կտեղափոխվեն այդ ժամանակ եւ ավելի կծանոթանան Իսահակյանին։ Օրը նշանավորվել է նաև մշակութային այլ միջոցառումներով, ի պատիվ այն մեծ գրական ավանդի, որ թողել է մեզ վարպետը Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան այսօր։